Հրապարակորաթերթը գրում է, պետական բյուջեից անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգևավճարները բաժանվել են խիստ անհամաչափ։ Գերատեսչությունների վերնախավը, վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նրանց տեղակալներն ու վարչության պետերը ստացել են հատկացվող ֆոնդի 80, իսկ շարքային քաղծառայողները 20%-ը։ Պարգևավճարները իբրև թե տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարևորվել է, թե որ քաղծառայողին ինչքան գործ է մակագրվում, ինչքան հանձնարարություն է տրվում։ Իրավունք թերթը գրում է, պարզվում է ոչ վաղ անցյալում հասարակությանը Սևերի սպիտակների բաժանած դերասան քաղաքապետ այսօր իրեն ընդդիմադիր հռչակած Հայկ Մարությանը մինչև մարտ չխոսելու ուխտ է արել։ Բանն այն է, որ իրավունքը փորձել է զանգահարել վերջինից եւ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալ անձամբ նախկին քաղաքապետից։ Սակայն վերջինս արհամարելով զանգերը նախ չի պատասխանել, ապա մեր հեռախոսահամարը փոխանցել է օգնականին, ով տեղեկանալով, որ զանգը լրատվամիջոցից է փոխանցեց, որ Մարությանը մինչև մարտ չի խոսելու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթին հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղղված գլխավոր դատախազին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով դրական զարգացում է ստացել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։ Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։ Հրապարակորաթերթը գրում է, արցախցիներից շարունակում ենք դժգոհություններ ստանալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում նրանց համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը որոշեց արցախցիներին տրված հայկական անձնագրերը փոխել, քանի որ դրանք տրամադրվել էին 070 կոդով։ 23-ից հետո շարունակ կոչ էին անում փոխել անձնագրերը, իսկ հիմա խոչընդոտում են նոտարների կողմից ձևական թերություններ հայտնաբերելով, էլեկտրոնային հերթագրումը խափանելով, դիմումներին ամիսներով ընթացք չտալով։ Արցախցիները կասկածներ ունեն, որ իշխանությունները հասկացել են նրանք հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են, ուստի միտումնավոր ձգձգում են նրանց փաստաթղթեր տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն։ Ըստ ներքին գործերի նախարարության 2026 թվականի դրությամբ մոտ 30,000 արցախցի ՀՀ քաղաքացի է դարձել, որից 9,000-ը երեխա։ Հրապարակթերթը գրում է, օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները։ Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, որը ինչպես հայտնի է նախկին եւ ներկա պաշտոնյաների ժամանակավորապես ուժային բլոկում ծառայեց անձանց պատժի վայրն է։ Իրավունք թերթը գրում է, ԿՊԱ-ականները отчет են պահանջել շեֆից, թե ինչպես է ստացվում, որ քրեական գործերով անցնող սրբազանները եւ մյուս հայտնի անձինք կամ գտնվում են տնային կալանքի, կամ ավելի վատ հանվում է նրանց երկրից բացակայելու արգելքը այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում նրանց հրահանգված էր վերջիններից չփխել համացանցում։ Ըստ ԿՊԱ-ական աղբյուրների շեֆը թիմակիցների համար շատ զարմանալի հանգստությամբ պատասխանել է, որ ինքը գիտի ինչ է անում։ Всё по плану, արխային մնացեք։ Հրապարակթերթը գրում է, Գյուլագարակի համայնքապետի տեղակալ ԿՊԱ-ական Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023 թվականի հունիսի 4-ին ծեծի ենթարկել Ստեփանավանի դենտրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող բարեկներին։ Մեկ այլ քրեական գործով է Մարիկյանն անցել, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք եւ գտնվելով ոչ սթափ վիճակում մեքենա է վարել։ Բարեկին ծեծելու դեպք է եղել նաև Շիրակի մարզում։ Այս աղմկոտ պատմության հերոսն էլ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի խորհրդական Գոր Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից։